Մարդիկ արդեն գրում են, ահազանգում են համացանցում, որ հայկական Տիգրանաշենի անունը գրվում է ադրբեջանական տարբերակով, երբ որոնումների համակարգում փնտրում են։ Իսկ որ Տիգրանաշենի Մեր Տիգրանաշենի։ Ղարաբաղի։ Չէ, հայկական։ Ոնց գերմա թուրքական այս կուրսը չեմ տա։ Շնոր բանը։ Սահմանազատման եւ սահմանագծման հետևանքով ասում են, որ նաեւ Տիգրանաշենը պետք է։ Սահմանազատումը լա թողելնի նոր վրազեք, հա։ Քիչ իրանցներ ասում եք սահմանազատումը լավ դպրոցներ կփակվի, չգիտեմ ինչ կլինի։ Այսօր հենց այդ սահմանամերձ գյուղերը սա խնդրում են, որ սահմանազատումը երբ պիտի լինի, որ պարզները տամ։ Հիմա եկել եք դուք ինչ հարց եք տալիս մտամ։ Ենթադրությունն է, թե իրականությունն է։ Մարդիկ ով են, դու փաստը դու լրագրող ես, դու հարց ես տալիս։ Ուրեմն մարդիկ ինչ խոսան, պետք է պատասխանենք։ Որոնման համակարգում Google-ի երբ փնտրում են, արդեն ադրբեջանական Դե սահմանազատում կլինի, այն ժամանակ խոսանք։ Իսկ Արցվաշենը, որ այդքան ասվում է, ի վերջո հայկական կողմին է անցնելու մյուս հայկական 3 գյուղերի դիմաց։ Ոչ, նման բան դեռ ոչ որոշացա, ոչ բան։ Բայց Արցվաշենը, որ պետք է տան։ Արցվաշենը մեր տարածքն է, սկանիշվում է 40,000 քառակուսի մետր է Արցվաշենը։ Բայց ահագին տեղ իրաց տարածքի միջով ասնենք, որ մտնենք Արցվաշեն։ Դա լա ոչ մի բան որոշված չէ, էլի ձեր ենթադրություններն է, որ պետք է ինչ-որ ուրիշ տարածք հետ փոխվի։ Եթե ինձ ես հարցնում, ես կողմ կլինեմ, որ փոխվի, որովհետև ինձ 19-ից 21 կիլոմետր դի Ադրբեջան տարածքի միջով անցնես, նոր մտնես Արցվաշեն։ Իսկ այն փաստը, որ Տիգրանաշենը Ցավը տանեմ, ուներից չեմ կրկնվել։ Հիմա ովիշ խոսում են դու գալիս ես դի հարց ես տալիս։ Մարդիկ որ բնակվում են կբնակվեն, ինչ մարդիկ։ Ինչ պետք է լինի։ Հիմա տեսակ նորից եմ կրկնում։ Գիրանցին չարին, էլան, ընդդիմադիր ուժերը, սա կտանք, տանենք, եկեղեցին մնա ադրբեջանական կողմ։ Եղավ, չեղավ։ Հիմա մեկի ենթադրությամբ ես պիտի ձեր հարցին պատասխանեմ։ Եվ պարոն Միքայելյան, առաջին օրն է, որ մասնակցում եք քարոզարշավին։ Ոչ, սկզբից մասնակցում եմ, խի առաջ օր։ Եվ ինչ տպավորություն։ Բայց հետո որից վերցի, որ ես առաջ օր եմ։ Առաջին անգամ եմ ձեզ տեսնում։ Հա, որտե՞ղ ես եկել։ Շատ մեծ։ Մեծ թվականակով աղթելու եմ։ Իսկ տեսել եք օրինակ, որ տարբեր համայնքապետարանների, դպրոցների աշխատակիցներ են ասում, որ իրենց բերել են Նման բան չկա։ Հետո եղել ապարանում, որը վարչապետարան տվեց 4 հոգի դիմում են գերել մի ծառայական քննություն դետա։ Երեխեքն են փոխեք, թե ուսուցիչներն են կազմակերպել, նման բան չկա։ Պարոն Միքայելյան, երբ այլ կարծիք ունեցող քաղաքացիներ են մոտենում, հարցադրումներ են անում, նրանց բերանը փակելով հեռացնում են, մեկը արդեն կալանավորվեց, ինչ վերաբերվում այդ երևույթներին։ Ով կալանավոր է, այն մարդկանց որ լպիր չեն պահում իրանց վարչապետի հացերին, բլոգերներ խոսում են, ում են կալանավոր է։ Արթուր Օսիպյանը։ Դե Արթուր Օսիպյանի արածը դու տեսել ես, ինչ ես ինձ հարցնում։ Հետո անելու բան, հա։ Այն ժամանակներ կմորթին, բայց տեսակ ինչ լավ Ռոբերտ Քոչարյանը մեկ եկավ որ բարևեր իրան գերներից։ Պարոն Միքայելյան, իսկ երբ վարչապետն ասում է սատկացնելու եմ, չոքացնելու եմ, դա բռնության կոչ չէ հրապարակային։ Ինձ ես հարցնում։ Դու вообще ում ես։ Սա չասնում ես նորմալ։ Էդ ինչ հարցեր ես տալիս, ուրիշ հարց դու չգիտես, ուրիշ հարց դու չունես, սա ենթադրություններով խոսում ես։ Բռնության կոչեր չէ։ Ինչ բռնության կոչ։ Երբ ասում է սատկացնելու եմ, անունները տալիս։ Ոչ։ Վերջացրի ես։ Էլե։ Մտան կուտված հարցն էլ հարցի, ես էլ վերջի հարցին չպատասխանեմ։ Ենթադրությամբ լսելու իմիտացիոն հարցեր ես տալիս, եթե
Այսօր մեր երկրի հաշտը նորմալ հաշտ տվեք պատասխանեք։ Եկեք ես իստեղ ես ինչ արավ Տիգրանաշենը անլեք փոխել։ Օրինակ այսօր նաև հայտնեցին, որ ջերմուկում դիրքեր են հանձնել։ Չնայած որ պատվաստան նախաձեռնությունը արդեն հետ է։ Այն ինչ որ ազդել, ինչ որ օկուպացվածա լրիվ հետ են տալու։ Սահմանազատումն ժամանակ։ Այսինքն սահմանազատումից հետո ջերմուկի դիրքերում գտնված Ադրբեջանի զինծառայողներն էլ կհեռանան։ Որ չհեռանա ոնց է սահմանազատում լինելու։ Ոնց է նույնց է։ Ժամանակի ջերմուկում են։ Մենակ ջերմուկում չեն, տարբեր տեղեր կան տևական ժամանակը։ Դուք չեք այտենց հուսահատված եք, թե ընդհանրապես հարց է տալիս հարցի համար։ Ու լրատվական իմիջը բարձրացնելու համար։ Ինչ է։ Ջերմուկը ցերտի հետ քաշեն, բոլոր սահմանազատում ինչա բարա։ Մենք պիտի հասնենք դրան, խաղաղություն լինի։ Դերի քելի է, բոլոր դարձան հայրեն ասել, մենք էլ մնացել ենք